Թուրքերն ադրբեջանցի եղբայրներին միայնակ չեն թողնում Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանելու հարցում։ Մի ձևակերպում, որ բացարձակ անընդունելի է հայկական կողմի համար, այնքան, որ օրինակ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, երբ լրագրողները հիմա այս մասին հարց են տալիս, խիստ լակոնիկ է պատասխանում։ Դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Հայ լրագրողները հոգնել են, թե ոչ, թուրք պաշտոնյաները չեն հոգնել։ Աբդուլքադիր Ուրալօղլուն է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը։ Էլի Զանգեզուրի միջանցք է թմբկահարում թուրքական հեռուստաընկերության եթերում։ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Ոչ երկկողմ, ոչ էլ բազմակողմ, ոչ ստորագրված, ոչ էլ նախաստորագրված որևէ փաստաթղթում Զանգեզուրի միջանցք ձևակերպում չես գտնի, բայց դա այսպես թե այնպես կարծես չի խանգարում, բան չի փոխում թուրքերի կյանքում։ Մասնագետներն ասում են, պատահական ոչինչ չկա, մի սովորական քմահաճություն էլ չէ, ով ինչ ասի, իրենք այդ տերմինով են առաջ շարժվելու, կոնկրետ խնդիր կա սեղանին, դա էլ լուծում են։ Կապ չունի այդ ճանապարհը ինչպես կանցնի, ինչ առավելություններ կտա, թե չի տա իրանք դա միշտ դրա հետ կապված օգտագործելու են Զանգեզուրի միջանցք տերմինը։ Այստեղ ես կասեի ավելի շատ իրանք փորձում են ինստիտուցիոնալացնել այդ անունը։ Իրանք այս պահին այդ խնդիրն են փորձում լուծել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանը շրջանցելով Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային կապող միջին միջանցքի եւ Թրամփի երթուղու հատման գծերին, ինչպես ասում է թուրք պաշտոնյան, Զանգեզուրի միջանցքը լինելու է միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը, միջազգայնագետն ընդգծում է, մեկը մյուսի համար խնդրահարույց ճանապարհ է։ Այն ճանապարհը, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության մասին եւ որը իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք, որտեղ պետք է Միացյալ Նահանգները յուրահատուկ ինչ որ մոնիտորինգ լինի, դա անվտանգություն ապահովելու դեր խաղան։ Դժվար թե մենք պատկերացնենք, որ Չինաստանը հետաքրքրված լինի, որպեսզի այն ճանապարհները, որոնք կառուցվելու են, որտեղով պետք է անցնեն չինական ապրանքները եւ հասնեն Մերձավոր Արևել կամ Եվրոպա, պետք է վերահսկվեն Միացյալ Նահանգների կողմից։ Թուրքիային հիմա պետք է ընկալել նրա հիմնական նպատակի թուրքական պետությունների միավորման համատեքստում, շարունակում է փորձագետը։ Ինչպես թուրքական, այդպես էլ որոշ ադրբեջանական շրջանակներում, իդեպ նաև պետական մակարդակով ոչ միայն Զանգեզուրի միջանցք են անվանում այս ճանապարհը, այ Թուրք յոլու թարգմանում է որպես թուրքական ճանապարհ, այսինքն իրենք արդեն իսկ հիմիկվանից դիտարկում են որպես կարևոր ճանապարհ թուրքական պետությունների համար։ Սյունիքի թրիփից ի դեպ էական նորություններ չկան։ Մեր երկրի տարածքային կառավարման պատասխանատու նախարարն է լրագրողներին տեղեկացրել, քննարկումների փուլ է, բայց նույնիսկ մարզերի եւ համայնքների հետ աշխատանքին չեն հասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։